Մատթեոս 25-րդ գլուխ։ Այն ժամանակ երկնքի արքայությունը կնմանեցվի 10 կույսերի, որոնք իրենց լապտերներն առած ելան Փեսային ու հարսին դիմավորելու։ Նրանցից 5-ը հիմար էին, իսկ 5-ը իմաստուն։ Հիմարները լապտերները վերցրին, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին։ Իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ նաև ամաններով ձեթ վերցրին։ Եվ երբ Փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին և քուն մտան։ Կեսգիշերին մի ձայն լսվեց. «Ահա Փեսան գալիս է, վեր կացեք նրան ընդառաջ»։ Այդ ժամանակ բոլոր կույսերն արթնացան և իրենց լապտերները կարգի բերեցին։ Հիմարներն իմաստուններին ասացին. «Մեզ ձեր յուղից տվեք, որովհետև մեր լապտերներն ահա հանգչում են»։ Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. «Այնպես չլինի, որ թե մեզ և թե ձեզ չբավականացնի, ուստի գնացեք վաճառողների մոտ և գնեք ձեզ համար»։ Երբ նրանք գնացին գնելու, Փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, և դուռը փակվեց։ Ավելի ուշ եկան նաև մյուս կույսերը և ասացին. «Տե՛ր, Տե՛ր, բաց արա մեզ համար»։ Նա պատասխան տվեց և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չեմ ճանաչում ձեզ։ Արթուն մնացեք, որովհետև չգիտեք ոչ օրը, ոչ էլ ժամը»։ Մի մարդ օտար երկիր գնալիս կանչեց իր ծառաներին և իր ունեցվածքը նրանց հանձնեց։ Մեկին 5 քանքար տվեց, մեկին 2, մեկին էլ 1 քանքար, յուրաքանչյուրին ըստ իր կարողության, և ճանապարհ ընկավ։ Նա, որ 5 քանքար էր ստացել, անմիջապես գնաց, դրանցով գործարքներ կատարեց և 5 քանքար ևս շահեց։ Նույնպես և նա, որ 2 քանքար էր ստացել, 2 քանքար ևս շահեց։ Իսկ նա, որ 1 էր ստացել, գնաց հողը փորեց և իր տիրոջ արծաթ դրամը թաքցրեց։ Բավական ժամանակ անց վերադարձավ ծառաների տերը և նրանցից հաշիվ պահանջեց։ Մոտեցավ նա, որ 5 քանքար էր ստացել, 5 քանքար ևս ներկայացրեց և ասաց. «Տե՛ր, ինձ 5 քանքար տվեցիր, արդ ահա 5 քանքար ևս շահեցի»։ Տերը նրան ասաց. «Կեցցես, բարի և հավատարիմ ծառա, քանի որ այդ քչի մեջ հավատարիմ եղար, քեզ շատի վրա կնշանակեմ։ Արի, ուրախացիր քո տիրոջ հետ»։ Մոտեցավ և նա, որ 2 քանքար էր ստացել, և ասաց. «Տե՛ր, ինձ 2 քանքար տվիր, ահա 2 քանքար ևս, որ դրանց վրա շահեցի»։ Տերը նրան ասաց. «Կեցցես, բարի և հավատարիմ ծառա, քանի որ այդ քչի մեջ հավատարիմ եղար, քեզ շատի վրա կնշանակեմ։ Արի, ուրախացիր քո տիրոջ հետ»։ Մոտեցավ նաև նա, որ 1 քանքար էր ստացել, և ասաց. «Տե՛ր, գիտեի, որ խիստ մարդ ես, հնձում ես այնտեղ, որտեղ չես սերմանել, և հավաքում ես այնտեղից, որտեղ չես ցանել։ Վախեցա, գնացի և քո այս քանքարը հողի մեջ թաքցրի։ Արդ ահա քոնը քեզ»։ Տերը դիմեց նրան և ասաց. «Չար և ծույլ ծառա, գիտեիր, որ հնձում եմ այնտեղ, որտեղ չեմ սերմանել, և հավաքում եմ այնտեղից, որտեղ չեմ ցանել։ Ուստի դու պետք է իմ արծաթ դրամը գոնե դրամափոխների մոտ դնեիր, որ վերադառնալիս տոկոսով պահանջեի այն, ինչ իմն էր։ Արդ սրանից վերցրեք այդ քանքարը և տվեք նրան, ով 10 քանքար ունի։ Որովհետև ամեն ոք, ով ունի, նրան կտրվի և կշատացվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև ունեցածը։ Իսկ այս անպիտան ծառային հանեք արտաքին խավարը, այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց»։ Արդ երբ մարդու որդին գա իր փառքով և բոլոր հրեշտակները նրա հետ, այդ ժամանակ կնստի իր փառքի աթոռին։ Նրա առաջ կհավաքվեն բոլոր ազգերը, և նրանց միմյանցից կզատի, ինչպես հովիվն է զատում ոչխարներն այծերից։ Ոչխարներին կկանգնեցնի իր աջ կողմում, իսկ այծերին՝ իր ձախ կողմում։ Այդժամ թագավորը կասի նրանց, որ իր աջ կողմում են. «Եկեք, իմ հոր օրհնյալներ, ժառանգեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը։ Որովհետև քաղցեցի և ինձ կերակրեցիք, ծարավեցի և ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի և ինձ հյուրընկալեցիք, մերկ էի և ինձ հագցրիք, հիվանդ էի և ինձ խնամեցիք, բանտում էի և ինձ այցելեցիք»։ Այդ ժամանակ արդարները կդիմեն նրան և կասեն. «Տե՛ր, քեզ ե՞րբ քաղցած տեսանք և կերակրեցինք, կամ ծարավ և ջուր տվեցինք։ Քեզ ե՞րբ օտարական տեսանք և հյուրընկալեցինք, կամ մերկ և հագցրինք,
քեզ երբ հիվանդ կամ բանտում տեսանք եւ այցելեցինք։ Թագավորը կպատասխանի եւ նրանց կասի. ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ինձ համար արեցիք։ Այդ ժամանակ նա կասի նաեւ նրանց, որ իր ձախ կողմում են. հեռացեք ինձնից, անիծյալներ, դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի ու նրա արբանյակների համար։ Որովհետև քաղցեցի եւ ինձ չկերակրեցիք, ծարավեցի եւ ինձ խմելու ջուր չտվեցիք, օտարական էի եւ ինձ չհյուրընկալեցիք, մերկ էի եւ ինձ չհագցրիք, հիվանդ էի ու բանտում եւ ինձ չայցելեցիք։ Այդ ժամանակ նրանք կպատասխանեն եւ կասեն. Տեր, քեզ երբ տեսանք քաղցած կամ ծարավ, կամ օտարական, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտում եւ չծառայեցինք քեզ։ Այն ժամանակ կպատասխանի նրանց եւ կասի. ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ այս փոքրիկներից որևէ մեկին չարեցիք, ինձ համար չարեցիք։ Նրանք կգնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները հավիտենական կյանք։